Ինչ գշահի մարդ, եթե ամբողջ աշխարհին դիրանա, բայց իր հոգին գործընծնե։ Այդպես կգարտանք Մատթեոս 26-րդ գլխուն մեջ։ Եվ այս համարը մի քանի ճշմարտություններ գենթացրե, զորոնք ծեր ուշադրության գուզեմ հանցնել։ Առաջին ճշմարտություն այն է, որ մարդ արարածը հոգի ըսված բանը ունի։ Անասուններ կյանք ունին, բայց հոգի չունին։ Այս է մարդուն դարբերությունը անասուններեն։ Հոգին մարդուն այն մասն է, որ գրնա զաստված ճանչնալ և Աստուծո հետ հարաբերել։ Անասուններ չեն գրնար միևնույն բանը ընել, որովհետև հոգի չունին։ Հոգին անմահ է, քերեզմանեն անտին իր գոյությունը պիտի շարունակե։ Այս է դարբերությունը հոգի և մարմնի միջև։ Մարմինը արժամյա է, հոգին մնայուն։ Մեկը ժամանակավոր է, մյուսը հավիտենական։ Ճիշտ է, որ մարդուն հոգին, մարդուն մարմնին մեջ գաբրի։ Մարմինը հոգին գերևն է, բայց մարմինեն անգախ իր գոյությունը կշարունակե, մինչ մարմինը կմեռնի։ Մեր Տերը խաչին վրա իրեն հետ մեռնող ավազակին ասավ. այսօր ինձ հետ թրախտին մեջ պիտի մինչ մարմինը պիտի մեռներ, բայց հոգին իր գոյությունը հանդերձյալի մեջ պիտի շարունակեր։ Երկրորդ ճշմարտություն. այս հոգի ըսվածը չափազանց թանկագին, թանկարժեք բան մնե։ Այս հոգին անքին է, չենք գրնար քինը որոշել, չենք գրնար հոգին արժեքը որոշել։ Աստված ինքզինքը այս աշխարհին հայտնեց, որբեսի այդ հայտնությամբ գարենար մարդուն հոգին փրկել։ Քրիստոս քավություն կատարեց, որբեսի այդ քավությամբ գարենա մարդուն հոգին փրկել։ Ամբողջ երկինք, հրեշտակապետներ և հրեշտակներ, գիշեր ցորեք, սպասավորություն գնեն մարդոց հոգիները փրկելու համար։ Ու երբ մեկ հոգի կփրկվի, այդ մեկ հոգին փրկությունը այնքան կարևոր կնկատվի երկինքի մեջ, որ հրեշտակներ դոնակատարություն գնեն այդ մեկ հոգին փրկության համար։ Գրնակ երևակայել, որքան կարևոր է այդ հոգին փրկությունը, և եթե դուք այս իրիկուն որոշեք ապաշխարել, ձեր ապաշխարության համար երկինքի մեջ հրեշտակներու առջև ձեր անունը մականունը հիշվելով մասնավոր դոնակատարություն պիտի լա, և Աստված պիտի փառավորվի ձեր հոգին փրկությունով։ Այս բոլորը մեկ բան կփաստեն. մարդուն հոգին չափազանց կարևոր լալա։ Այլապես պիտի չարժեր, որ Քրիստոս իր երկնային փառքը ցկեր, աշխարհ կար և այս հոգին փրկության համար իր արյունը թափեր, իր անքին կյանքը զոհեր։ Ուրեմն այդ քավության մեջ մենք մեր հոգիներուն արժեքը կտեսնենք։ Ուրիշ խոսքով, Քրիստոս մեղավորին համար մեռնելով, անոր հոգին արժեքը քինը որոշեց։ Եվ ինչ էր այդ քինը, Քրիստոսի արյան
քինն էր մեղավոր մարդուն հոգին արժեքը։ Դժբախտաբար մեղավորներ այս ճշմարտությունը կարևորության չեն առներ։ Շատ դարներ առաջ Հոլանդիայի Ամստերդամ քաղաքին հիվանդանոցներն մեկուն մեջ ձերունի հիվանդը փրկվեցավ։ Երկու երիտասարդ բժիշկներ սկսան քննել այս մարդը։ Բժիշկներն մեկը քաղաքարը հղացավ։ Այս մարդը ձեր էր, անդեր էր, ով լալը հայտնի չէր։ Ինչպես կլար փորձի համար, փորձառություն շահելու համար, գործողություն մնային այս մարդուն վրա։ Հոգ չէ թե այդ գործողությունը որևէ գապ չունենար իր առողջական վիճակին հետ։ Եվ գամացուկը մյուս բժիշկին, որպեսզի մարդը չհասկանա լատիներեն լեզվով այդ իր քաղաքարը հայտնեց։ Բայց այնպես պատահեցավ, որ այդ հիվանդը Մուրեթս Ամստերդամի համալսարանի լատիներենի պրոֆեսորն էր իր երիտասարդության adեն, եւ երբ լսեց ժպիտովը դարձավ բժիշկներուն ասավ, ինչպես անարժեք գոչեք մեկը, որուն համար Աստվածորդին իր կյանքը զոհեց։ Եվ բժիշկները ամոթով մնացին։ Երրորդ, այս հոգին, այս թանկագին հոգին, այս անկին հոգին գրնագործվիլ։ Եվ ասիկա անուրանալի իրականություն մնե։ Աստված այդ հայտարարությունը գնե։ Մեր դերը ու իր աշակերտները միևնույն հայտարարությունները գնեն։ Մարգարեներ ու առաքյալներ նույն բանը գսեն։ Մեր բնապանին մեջ կհիշվի այդ գորոստը։ Ինչ կշահի մարդ, երբ թե ամբողջ աշխարհին դիրանա, բայց իր հոգին գործընծնե։ Հոգին գորոստը Աստուծմե բաժանում գենթացրե։ Հոգին գորոստը թժողքի մեջ հավիդենաբես դանչվիլ գենթացրե։ Բնության մեջ գարկ գանոն գտեսնենք, բնության օրենքները մեզ հնազանդություն կպահանջեն։ Եթե այդ օրենքներում չհնազանդենք, բնությունը մեզ կպատժե։ Նույն է գրոնական մարզին մեջ։ Աստվածային օրենքները եւ աստվածային արդարությունը մեզ պիտի պատժե, եթե իր օրենքներուն չհնազանդենք։ Արիթոմը մեր դերը ասավ իր շուրջը հավաքված ժողովրդին, եթե չապաշխարեք ամենը դալ նույնպես պիտի գործվիք։ Ղուկաս 13:3 Եվ ասիկա բոլորովին արդար է։ Ինչպես որ հիվանդություն եւ նույնիսկ մահ անխուսափելի գտարնան, երբ մենք չենք հնազանդիր առողջական գարկմը օրենքներուն։ Չորրորդ ճշմարտությունը, որ գուզեմ ծերուշատյան հանցնել, հոգին կգործվի, երբ երեսի վրա ցկվի, երբ անդեսվի, երբ անկարևոր կամ երկրորդական նկատվի։ Հոգին կգործվի, երբ անոր փրկության մասին չխորհենք, երբ պետք եղած միջոցներու չթիմենք հոգին փրկությունը ապահովելու համար, երբ պետք եղած հոգը խնամքը չդանենք, հոգին կգործվի, երբ մարմինը գլխավոր նկատողությունը կստանա, բայց խեղճ հոգին կանդեսվի։ Մարմինը կարևորություն կստանա եւ զայն հաջեցնելու, զվարճացնելու, ուրախացնելու, ամեն գերբով կոհացնելու,
ամեն միջոց կգործածվի, ձախք չխնայվիր, բայց խեղճ հոգին բոլորովին երեսի վրա կցկվի։ Եվ երբ օրը Աստծո առջև գայնիս, եւ Աստված քեզի հարցնե եւ ասե. Ինչ ըրիր այդ կյանքը, որ քեզի դվի, դու մի գարձես, որ Աստված քո մարմնիդ մասին կհարցնե եւ դասես ով Աստված իմ մարմնիս լավ հոգ խնամք դարի, լավակույն սննդարար գերագուրներով զինք գերագրեցի, այն աստիճան, որ բժիշկը ըսավ, որ պետք եղած ցեն ավելի սնունդ գուդաս մարմիտ եւ զայն գկերցնես, ամարները զայն ջաբել դարի, որբեսի չկրնի, ծմերները դակ սենյակներու մեջ վահեցի, մազս ամերիկյան լավակույն շամպուներով լվացի, ֆրանսական լավակույն պերֆյումները կործածեցի, տուալետի բոլոր արարգաները կործածեցի, զիս կեղեցկացնելու եւ հրաբուրիչ դարձնելու մարդոց, Դանիմարկայեն գահգարասիներ ավսպրեցի, որպես երբ նստիմ եւ բարգիմ, հոտ մարմինս գադարյալ հանգիստս կա, եւ Աստված բիդոսե, իսկ հոգիս, հոգյալ ունիմ, ինչ է անասուն ես, որ հոգի չունենաս, անշուշտ հոգի ունիս, եւ հոն բիդի ըսկանք, մեր կյանքին մեծակույն սխալը, որ այս մարմինը, որ այսօր գա, վաղը չի գա, այսօր գշնչե, վաղը շնչել է պիտի թատրի, այսօր քեղեցիկ է, այսօր հրաբուրիչ է, բայց վաղը մերնել են վերջը, եթե մի քանի օր բահելու ուլանք, պիտի հոդի, պիտի նեղի, մեր սիրելները պիտի սեն, դարեք այս մարմինը, չենք գրնար այս կարշելի հոդին թիմանալ, այս է մարմինը, որ դուք գբաշտեք, որ դուք Աստված ըրացեք, որ անոր յետին այդ կան գինակ, եւ բոլոր ծեր տրամը գծախսեք, այդ մարմինը հաջեցնելու, ուրախացնելու, զվարճացնելու, քեղեցկացնելու եւ բաշտելու համար։ Դան մեջ հրտեղ մծակեցավ, դան դեգենը բորալոգանչելու սկսավ տրացիներ լսեցին եւ եկան օգնելու, որբեսի արարգաները դուրս հանեն։ Շատ շուտ գահարաչանար հրտեղը եւ վերջապես կարևոր քույքերը հանեցին։ Եվ գինը քնած թիմացի մայթին վրա նստեցավ, մինչ գտիդեր դունը փոցերու մեջ, որ թադաբարդված էր քիչ վերջ մոխիր դառնալու։ Մինչև երկինքը բարձրանար դունեն բարձրացող փոցերը։ Եվ ուրախ էր քոնե ինքզինք ազատեց եւ կարևոր գահկարասիները, կարևոր քույքերը, բայց այդ միջոցին սոսկալի ջիջմը ցկեց, սոսկալի ջիջմը, մանուգս օրրոցին մեջ մնաց, բայց ոևէ մեկը չեր համարձակեր այդ դան մոդենալ, հրտեղը լմնցավ, մանոգին ածխացած մարմինը կդան օրորոցին մեջ, խեղճկին, գահգարասիներու յետևը ինգերը, կարևոր քույքերու յետևը ինգերը, իր հարազատ մանուկը ցկերը, որ փոցերուն գեր թարնա, նյութը, իր ամբողջ ուշադրությունը կրավերը, կմեղատրեք այդ գինը այդպես ընելուն համար։ Այդ գինը ցեզմե անոնք են,
որոնք իրենց հոգին գանդեսեն եւ ամբողջ շեշտը իրենց մարմնին վրա գտնեն առանց կարևորության առնելու իրենց հոգին այդ գինը թուքեք 5-րդ եթե իմ հոգիս կգործվի ես պատասխանատու եմ այդ գործին համար ոչ ուրիշ մեկը հոգին ինձի հանձնված է որպեսզի ես անոր հոգ տանիմ մաքուր առողջ վիճակով զայն իր արարիչին ետ հանձնեմ երևակայեցեք երբ մեկը մեզի մանուկ մը կհանձնե գսե խնդրեմ այս մանուկին հոգ տար բայց ծևոմը մանուկը գծկե գերտա դուրս կելե գան հետանա եւ մանուկին դերը գուքա մանուկը առնելու եւ ես գսեմ մանուկին հակուսները հոսեն բայց մանուկը ուր է չեմ գիտեր այդ ինչ տեսակ գործ է գամալ ինձի անքին աթամանտ մգուդան որ բահեմ հետո գուքա դերը աթամանտը գուզե եւ գսեմ ահավասիկ աթամանտին դուպը Լավ աթամանտը ուր է աթամանտը չի գա դուպը գա ինք չի գա եւ Աստված գսե ուր է հոգիդ եւ ես մարմինս կներկայացեմ գսեմ ահավասիկ մարմինը որոն հոգ տարի խնանք տարի հոգին մեջտեղ չի գա հոգին գործված է գործված 6-րդ ճշմարտություն հոգին գորուստը անթարմանելի է եթե առողջությունդ գործընծնես բժիշկներով թեղերով Աստծո շնորհքով գրնաս զայն վերակտնել եթե հարստությունդ գործընծնես ինչպես մեզ շատեր գործընծին այս վերջին 20 տարիներու ընթացքին Եվրոսի մեջ, Լիբանանի մեջ, Բաշկաստանի մեջ եւ ուրիշ տեղեր համար աշխատանքով այդ հարստությունը գրնա ետ կալ եթե բարեկամներ գործընծնես գրնաս անոնցե ուրիշ բարեկամներ շահիլ բայց միայն մեկ հոգի ունիս եթե այդ հոգին գործընծնես այդ գործը անթարմանելի անփոխարինելի է 1984-ին Լենինգրադ այցելեցինք Փերտ մտարին մեզ որ Բողոսի Պետրոսի փերտը գոչվի ցարերուն օրով այդ փերտին մեջ քաղաքական փանդարգյալներ գբահեին այս փերտը նեվակեդին եզերքն է փանդարգյալներեն ոմանք վարչաթևին թեմ ապստամբած գլային այդպեսիներուն հանցանքը շատ լուրջ կնկատվեր որով շոկենավներու վրա գտնեին եւ զանոնք մոդագա գրզիմը գրգեին ու գմերցնեին շոկենավ մտնելու համար մասնավոր թրնեմը գանցներ փանդարգյալը որ մեզալ այդ թրնեն անցուցին եւ այդ թուրը գոչվեր the gate of no return այդ Թրնեն անցնողը ետ չեր կար, կործը լմնցած էր, մեմը որ այդ թրնեն անցավ գնշանագեր, որ գերտար մերնելու։ Մինչ սոսկալի պան է, երբ հոգին գգործվի, և այդ գորստը հավիդենական է, և կերեզմանեն անտին պրգություն չգա, ոչ ալ հոգի հանքիստ կա կերեզմանեն անտին, և եթե ցեզի ըսելու լան, որ գրոնական միջոցներով, աղոտքներով գրնան ցեզ թժողկեն տրախտ, փոխադրել, կամ ցեր սիրելին հոգին հանգստացնել, մի հավատակ, Աստծո խոսքին մեջ այդ տեսակ բան մը չկա, բայց ասոր ընդհակարակը կա, որ այն անձը, որ գմերնի անարդար վիճակի մեջ, անաբաշխար վիճակի մեջ,
եւ գտադաբարդվի հավիդանական թժողքին, այդ թժողքին մեջ պիտի մնա հավիդյանս։ Եթե ամբողջ եկեղեցիներ հավաքվին եւ աղոթ կնեն, այդ մարդը, այդ մեղավորը թժողքին մեջ պիտի մնա հավիդյանս։ Այս է Աստծո խոսքին հստակ հայտարարությունը, եւ մենք Աստծո խոսքով գալենք եւ ոչ թե մարդոց խոսքով։ Ուրեմն անաբաշխարը առաջին առիթով ապաշխարելու մասին պետք է խորի, եւ ապաշխարած է մսողը իր հոգին լավ հոգ պետք է դանի։ Չար ուժեր կան մեր շուրջը, որոնք աշխատին գիշեր ցորեկ, նույնիսկ հավատացյալները հոգևոր կյանքին ցկել եւ դժբախտաբար որոշ չափով երբեմն գահաճողին։ Երևան դուն այցելեցի, այս կողմերեն քաղտած ընտանիքը։ Խորեցա, որ ընտանիքին հայրը, որ դարիք առած մեկն է, պետք է ավելի հետաքրքրվի հոգևոր նյութերով։ Սավակները երդասարդ աթեիստ համայնավարության մեջ մեծած, դերևսի անոնց մեջ շատ հույս չկա, բայց հայրը այս կողմերեն կացած դարիքոտ քիչ թե շատ պետք է լուր ունենա հոգևոր նյութերու մասին եւ սկսա հոգևոր խոսակցություն անել իր հետը, սկսա իր հոգին մասին խոսիլ եւ այս մարդը զիս ցնցեց, երբ ասավ, որ Հալեբ հոգևոր եղբայրության անդամ էր երկար դարիներ եւ հոգևոր կյանքը ապրած էր, բայց հիմա աշխարհ կացած էր, ինգած էր, բոլորովին ինգած էր, ինչ որ ըրի, նույնիսկ մեկ ժողովին քալու չհոժարեցավ, սիրտը գարձրացած, մեղքի աստեղության տակ ինգած, սատանայի ջրաններուն տակ անցած, ինչ ցավալի բան է, երբ այդ հոգին այդքան մեծ աստվածային զոհությամբ փրկված հոգին խնամքի բագասեն, հոգադարության բագասեն, երեսի վրա ցկվելու պատճառով գրնա այդպես գործվել։ Ինչ բանի գվստահիս, սիրելի բարեկամուհիս, չկա երկրի վրա բանը, որուն վստահենք, որ ունենք մեր բարձանքը, Աստծո խոսքը գսե իմաստությունը իր իմաստությունովը չբարձի ու զորավորը իր զորությունովը չբարձի, հարուստը իր հարստությունովը չբարձի, հաբա անոր գբարձի, թողասով բարձի, որ գահասկնա ու զիս գճանշնա եւ գիտե, թե ես եմ դերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք, արդարություն գնեն։ Ոմանց գուրքը այս կյանքի մեջ տրամն է եւ այս թարը մատերիալիզմի թար է, նյութաբաշխության թար։ Երբ տրամը հարստությունը գբաշխտվի եւ մարդիկ այդ տրամին, այդ հարստության վրա հույս կտնեն, բայց կմոռնան, որ հարստությունը թևեր գարնե եւ գտրչի, ինչպես եղավ, եւ անոր օրինակը ցերտիմացը կգայնի, երբ մեկ գիշերվա մեջ ես մոխիրի վրա նստեցա, երբ թուրքերը եկան 1974-ին եւ ինչ որ 45 տարիներ գիշեր ցորեկ մեջտեղ բերի մեկ անգամեն ցերկեսարին հարստության վրա հույսդ գտնես, ամենեն խարխուլ, ամենեն անվստահելի բանին վրա հույսդ գտնես։ Եվ Սոփոնիա 1:18-ի մեջ գսե դերոջը փարգության օրը անոնց արձածը եւ ոսկին զանոնք ազատելու կարող պիտի չլա։ Սոմոնի մաստուն գսե իր հարստության վրա հույսը տնողը պիտի ինա։ Առողջության վրա հույսդ գտնես,
Ձեզ մե ոմանք պետք է գիտեն Հալեբի Նուրի Փենյամինը, առողջ սպորտմեն երդասարդ, մեդալներ շահած է, մրցանակներ շահած է, վասկերու, խաղերու հետևած է, հանգարց, հիվանդությունով multiple sclerosis կսվի, հիվանդյան հանդիպեցավ, ամբողջ մարմինը մեկ գդոր արցան գդրվեցավ, երկար դարներ անգողինի ծառայեց, և ես կերտայի Հալեբզին կայցել էի, Արջևեն 4 ագրաներ հանեցին և այդ ձագեն հեղուկ սնունդ գտապեին պերանը։ Ինչ առողջությունը, այսօր գանք, վաղը չի գանք։ Քերեցկությունն ալ բարակ բան է, նույնիսկ համարն ալ ունինք, քերեցկությունը ունայն է գսե, Արագած 31-30-ի մեջ, այդպես կսե, քերեցկությունը բարակ բան է, ունայն է, ոյվե մեկը իր քերեցկությունով թող չի բարձենա, որտեղ մենք խոդերու գնմանինք, այսօր գանանչենք, վաղը գթեղնանք, գչորնանք։ Ֆրանսուհի մգար մադամ Գայո աննով, այս տիգենը այնքան քեղեցիկ էր, որ երբ շուկա գերտար, այնքան ուշադրություն գկրավեր և մարդիկ նայեգս էին, այն աստճան, որ ինք անանքիս գլար, թեև գախորժեր, ստիպեցավ, որպես ուշադրություն չի կրավե, երեսը քող ձածգոցմը թնել, որպես մարդիկ իր մոտ չսպաղին, ժամանակ վերջ Ֆրանսայի մեջ ձարիգի սմոլփոքսի համաճարակ եղավ, և այս կիննալ վարակվեցավ, և երբ հիվանդություն անցավ, երեսը մաղի պես ձակ, ամբողջ երեսը մաղի պես ձակ։ Հիմա սև քող գանցներ, որպեսզի մարդիկ իր դքեղությունը չտեսնան։ Առաջ քող գանցներ, որպեսզի քեղեցկությունը չտեսնան, հիմա դքեղությունը չտեսնան ասելով քող գանցնեն, որքան շիտակ է Սողոմոնի աստոնի խոսքը, քեղեցկությունը ունայն է, առողջությունը ունայն է, հարստությունը ունայն է, մարմինը ունայն է, այսօր գանք, վաղը հիվանդ ենք, անցյալ օր գպատմեի մեկում մասին, հարցեր են ինչ կնես, ըսեր են 60 տարի ըսեր է աշխատեցա հարստություն տիզեցի և հիմա ըսեր է այդ հարստությունը գծաղսեմ առողջությունս գտնելու համար, բայց պիտի չգտներ, կացող առողջություն թյուրին ծեր չանցնիր, և օրմը մահը պիտի կա մեր թուրը պիտի զարնե ուշ կամ գանուխ, ոմանք երդասարդ, ոմանք չափահաս, ոմանք քիչ ավելի փախտավոր, ավելի դարիքը առած, բայց առանց բացառության, բոլորս այդ մահվան առջև օրմը պիտի խոնարհենք, ուշ կամ գանուխ, և երբ մահը կա մեզ դանելու, քու տրամդ, քու արձատդ, քու ոսկիդ, որևէ գործ պիտի չգրնա տեսնել, չես գնար մահը գաշարել ոսկիով և արձատով, մահը պիտի առնե, քեզ պիտի դանի, ուր պիտի փանաս աչքերդ, այս է հարցումը, որ գուզեմ քեզի հարցնել, ապրեցար այս երկրի վրա կյանքը վայելեցիր, հանգիստը հանգիստով անցուցիր, հանգստությամբ անցուցիր, չգար քեզի համար, ինչ որ ուզեցիր, տրամի ուժով ցերծկեցիր, բայց հիմա, այլ ևս ոչ ևս ես, ուր պիտի փանաս աչքերդ, երբ այս կյանքեն մեկնիս, հիմա է ժամանակը ապահովելու համար հոգին փրկությունը, այս իրեգուն հարմարակույն ժամանակն է ապաշխարելու,
Աստծո հետ հաշտվելու եւ մահվան համար պատրաստվելու։ Որովհետեւ չենք գիտեր, եթե վաղը հոսպիտալ լանք։ Վաղվան համար մի բարձենար գսե Սողոմոնի մաստուն, որտեղ վաղը մեր ցերկը չէ, բայց հիման մեր ցերկն է։ Այսօր գրնանք ապաշխարել, բայց չենք գիտեր, եթե վաղը հոսենք։ Հանգարձամա լալ այդևս շատ թյուրացավ։ Ադենմա միայն դարիք արածներ 45-ին վերջը գլային, զողգերտային այդ սրդի դակնապներու հանգարձամա լալով, բայց հիմա գտեսնանք, որ երիտասարդներ, դուք լավ գիտեք, ձեր այս քաղաքին մեջ երկու օրվա Պեսա երիտասարդը հանգարձամա եղավ։ Պետք չունիմ ցեզի օրինակներ տալու։ Դուք ինձ միավեի լավ գիտեք, թե որքան թյուրացած է մահը, այսօր գան, քիչ վերջը չգանք սիրելներ, այսքան անորոշ է։ Հետացկել, սել օրմը, ինշալլահ գլա, օրմը գավաշխարենք, դագավին գանուխ է, դագավին երիտասարդ ենք, ցկե միտքերնից մի բդորեր աշխարհը վայելենք, երբ ձերանանք այլևս ցերկերնից ոտքերնից չփրնե եւ ովևէ բան սիրտերնից չուզե, այն ադեն գխորինք այս բաներու մասին, բայց ինչ ապահովություն այդ օրվա պիտի հասնիք, ինչ ապահովություն որ 24 ժամ պիտի ապրիք, այս է, որ մեզ գնե, որպես իմաստությամբ շարժենք, որտեղ Աստծո խոսքը այսօր գիտնալուն համար գսե ընդունելի ժամանակը հիմա է, փրկության օրը այսօր է, գսե։ Ինչ լավ բան է Աստծո հետ հաշտվել, բոլոր կյանքի ընթացքին կորձված մեղքերը Քրիստոսի արյան հանցնել, խղճվանքը հանդարտեցնել, պատրաստ լալ մահվան համար, ինչ լավ բան է, հավատացյալներ այս ապահովություն ունին Աստծո շնորհքով, հավատացյալներ մահեն չեն վախենար, որտեղ պատրաստ են, ապահով է, ապահովագրված է իրենց հոգին, գիտեն, որ փրկված են եւ թրախտ պիտի երթան, բայց անապաշխարը այդ ապահովությունը չունի, այդ վստահությունը չունի, եւ այսօր ես ցեզ կհրավիրեմ բոլոր անապաշխարները առանց բացառության, որ բոլոր դալ լսել են վերջը այս ճշմարտությունները անդրադառնաք, եւ դուք ձեր հոգին թեմ ոչիր չգործեք, այդ հոգին անդեսելով եւ թույլ տալով, որ այդ հոգին գործվի։ Երբ մեկը, ուրիշ մեկը իմ հոգիս վնաս կհասցնե, ասիկա իմ դժվարից կերտա, բայց երբ ես իմ ցերկովս այդ հոգին դժոխքի թադաբարդեմ, ինչպես իմ խղճնակս պիտի հանդարտեցնեմ դժոխքի մեջ, ես զիս պիտի ուդեմ, ես զիս պիտի թադաբարդեմ, ես ինձի պիտի փարգանամ, պիտի սեմ թուն գիտեիր այս բաները, ինչու համար չապաշխարեցիր, ինչու համար հոս եկար, իմ ամենամեծ թշնամիս ես պիտի լամ, բայց փառք Տիրոջ, որ դակավին հոն հասած չենք, այդ ժամուն այդ վարգյանին հասած չենք, դակավին շնորհած տարուն մեջ կավրինք, արիթ ունենք այս երգում, այս խնդիրը լուծելու, Աստծո ողորմությունը հայցելու, Աստծո հետ հաշտվելու, ապաշխարելու եւ այս անորոշության վերջ դնելու։ Հիմա մեր երդասարտուները երգ մը պիտի երգեն մեզի, անգևերջը ես արիթ պիտի ցեզի, որպեսզի առջև գաք եւ միասին աղոթենք, ապաշխարության աղոթք կնեմ ես ցեզի համար, ձեր գործը թյուրացնելու համար, ռամեցեք, եկեք։
մեր գլուխները խոնարհեցնենք բահմը եւ աղոթենք, հավատացյալներ թող աղոթեն, որբեսի Սուրբ Հոգին համոզե մեր մեջ գտնվող անաբաշխար հոգիները եւ անոնց համարձակություն տա ելնելու արժեվ գալու, որբեսի զղջման ապաշխարության աղոթք անենք հետերնին կարճ բահմը լուր անցային աղոթքի գենանք։ Երկնավոր Հայր, գաղոթենք, որ Սուրբ Հոգին համոզե անաբաշխար հոգիները եւ անոնց քաչյուն տա, որբեսի կան գայնին թեմին արժեվ, որբեսի աղոթենք իրենց համար, իրենց կողմեն, իրենց լեզվով, իրենց հաշվույն, որբեսի իրենց հոգին փրկությունը ապահովեն այս իգուն եւ իրենց մեղքերեն ցերպազատված, փրկված հոգիով իրենց տուները երթան։ Հիսուսյան նոկուպարգիտ համար գխնդրենք, ամեն։ Եվ իմ ամեր սովորությունն է, արիտ դալ, բոլոր անոնց, որոնք ուզեն ապաշխարել, որբեսի գարչ բահմը կան հոս եւ իրենց կորձը թյուրացնելու համար, ես իրենց կողմե զղջումի ապաշխարության աղոթք գնեմ, որով ցեզ մի անոնք, որոնք Աստծո ցայնը լսեցին, Սուրբ Հոգին ցայնը լսեցին, որոնք գսկան իրենց մեղավոր գործված ըլլալնին եւ գուզեն փրկվել, գուզեն տրախտ երթալ, գուզեն թժողկեն խուսափիլ, այդպեսիներուն արիթ է եւ ասիկա վերջին արիթն է։ Հավիտյանաչական ժողովներու վերջին ժողովն է այս երկուն, ասիկա վերջին արիթն է, որ դուք ունիք եւ լավ գլա, որ այս արիթեն օգտվիք։ Առանց որևէ բան հաշիվ ունելու, մարդկային նկատումները մեկ կողմ տնելու, իմ հոգիս այսքան կարևոր է, որ ուրիշ որևէ բան չեմ մտածեր այդ հոգին փրկության համար։ Բամեցեք եկեք, արչև եկեք,